Կարող եմ ասել, որ սիրելի երևանցիներ, մենք 2 ամիս շուտ արդեն որոշակի քայլեր նախաձեռնեցինք, որպեսզի մասամբ անցնենք միասնական տոմսային համակարգի գործարկմանը եւ այս անցումը ամբողջապես կանխիկ վճարումներից դարձնենք մասամբ արդեն անկանխիկ եւ հուսով եմ, որ հունվարի 1-ը մինչեւ մենք գրեթե 100%-անոց անկանխիկին կմոտենանք։ Ուզում եմ տեղեկացնել, որ մենք ակտիվ քննարկում ենք ունեցել կենտրոնական բանկի մեր գործընկերների հետ եւ շատ շուտով նաեւ պետք է լուծվի բանկային քարտերով վճարումների հարցը, վճարումների խնդիրը եւ դա նույնպես հնարավորություն է լինելու այս անցումային շրջանում վճարում կատարելու, այսինքն տարբերակները, որոնք որ միասնական տոմսային համակարգը թույլ է տալու որպես վճարում իրականացնել, իհարկե ավելի բազմազան են լինելու, իսկ ել ավելի բազմազան լինելու են հունվարի 1-ից եւ ընդհանուր առմամբ այս ընթացքը մեզ ցույց է տալիս, որ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ ընկալումը ընդհանուր առմամբ երևանցիների մոտ կա, հասկանում ենք ինչի մասին է, բոլոր խնդիրներով հանդերձ կարծում եմ այս համակարգը միանշանակ են ուղղությունն է, որ այլընտրանք չունի եւ այս համակարգը ընդհանուր առմամբ օգտագործման մեջ բարդ չէ, այսինքն մեկ անգամ է պետք ընդհանուր առմամբ հասկանալ ինչ է դա, որպեսզի կարողանաս օգտագործել եւ քանի որ նաեւ վճարման մեթոդներն են բազմազան, ամեն մեկը իրեն հարմար վճարման մեթոդը կգտնի, բայց որ ամենակարևորն է, որ ուզում եմ հատուկ շեշտել, մենք շուտով ավագանու նիստերից մեկին պետք է նաեւ անդրադառնանք արտոնյալ խմբերին, այն խմբերին, որոնք որ ունենալու են զեղչային համակարգ տրանսհանրային տրանսպորտից օգտվելիս եւ դա վերաբերում է եւ ավտոբուսներին, եւ մետրոպոլիտենին, եւ տրոլեյբուսներին, եւ դրանք լինելու են եւ դպրոցականներ, եւ թոշակառուներ, եւ հատուկ խմբեր, որոնք որ դրա կարիքը ունեն, եւ այս դեպքում մենք նմանատիպ զեղչային համակարգը կիրառելու ենք իրապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ իրապես դրա առաջնային կարիքը ունի եւ կարծում եմ մենք արդեն հիմա այս փուլում որոշակի քննարկումներ ունենք, գալիք նիստերից մեկում նաեւ ընդունելու ենք արտոնությունների փաթեթը եւ հարգելի գործընկերներ, կարծում եմ այս աշխատանքը պետք է շարունակել, պարոն Կիրակոսյան, ամբողջական անցումը մինչև դեկտեմբերի վերջ պետք է ապահովել, ամբողջական անցումը ասելով հնդածս նոր վճարման մեթոդներ են առաջանալու եւ մենք բարբերաբար կքննարկենք եւ միգուցե մեր քաղաքականության մեջ նույնպես կրկին նոր փոփոխություններ անենք, ինչպես արեցինք նոյեմբերի 1-ից